Ժամը 13-ն Open Media-ի ուղիղ եթերում Ռենյոս լրատվականը շարունակում է իր աշխատանքը, մենք աշխատում ենք հանուն Հայաստանի Հանրապետության, ես Անին եմ Զաքարյան, շատ բարի օր։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը եւ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը 2 ամսով կալանավորվել է։ Սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողներին տեղեկացրել է, որ այս պահին հոդվածներից մեկը, որը մեղսագրվում է Սրբազանին, այն պահին, երբ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել։ Մյուս հոդվածով էլ վերաբերում է հարկադրանքին, մեղադրողներն ըստ նրա չեն կարողացել ցույց տալ, թե ինչ եղանակով է այդ հարկադրումը կատարվել։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին վաղ առավոտից քննչական կոմիտեն ԱԱԾ-ի ուղեկցությամբ խոզարկություններ է իրականացրել Արագածոտնի թեմի մի շարք հոգևորականների տներում, ինչպես նաև հենց Արագածոտնի թեմի առաջնորդարանում։ 3 անձ, այդ թվում թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը ձերբակալվել են, ապա կալանավորվել։ Մկրտիչ Սրբազանի գործով ներգրավված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։ Ըստ էության տեսակցությունները սահմանափակեց այլ անձանց հետ բացառությամբ մերձավոր ազգականի, այսինքն նոր այլընտրանքային խափամիջոցների կիրառումը, տնային կալան, գրավ եւ այլն գտավ, որ այս պահին բավարար չէ։ Գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի կալանքն էլ երկարաձգվել է 30 օրով, որոշումը կայացրել է հակակոռուպցիոն դատարանը Վահե Դոլմազյանի նախագահությամբ։ Հիշեցնեմ, որ հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խոզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն էր հայտնել հայ առաքելական եկեղեցուն։ Կարապետյանը 2 ամսով կալանավորվել էր հունիսի 18-ին։ Օգոստոսի 15-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրել էր Կարապետյանի կալանքի ժամկետը։ Հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիսն է։ Այսօրվա կառավարության նիստին պաշտոնյաները սիմվոլիկ ժապավեններով էին եկել։ Ըստ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, սկրինինգային ծրագիրը դրական դինամիկա է ապահովում հիվանդության կանխարգելման եւ վաղ փուլում ախտորոշման գործընթացում։ 3 տարի պիլոտային ֆորմատով իրականացվելուց հետո հիմա արդեն 10 բժշկական հաստատություններում կարելի է անվճար հետազոտություն անցնել։ Վերջին տարիների միջամտությունները այդ սկրինինգային ծրագրերի անգամ հատվածական ներդրումը, վիրահատությունների պետական պատվերով փոխհատուցումները, որոշակի դեղորայքի տրամադրումը արդեն իսկ մեր վիճակագրության վրա շատ լավ ազդեցություն է ունեցել եւ մենք եւ 23 թվականի եւ 24 թվականի վիճակագրական տվյալներով ունենք մահացության նվազում քաղցկեղի հիվանդությունների պարագայում։ Մենք ունենք հայտնաբերման ավելացում։ Սուրեն Պապիկյանը Պենտագոնում հանդիպել է Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարի քաղաքականության գծով տեղակալ Էլբրիջ Կոլբիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։ Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Միացյալ Նահանգներ գործակցության ներկա ընթացքին ու երկարաժամկետ ինստիտուցիոնալ ծրագրերի նախաձեռնմանն առնչվող հարցեր։ Կողմերը վերահաստատել են պաշտպանության ոլորտում գործընկերությունը խորացնելու պատրաստակամությունը, ընդգծելով Միացյալ Նահանգների ստանձնած կարևոր դերը տարածաշրջանում կայուն եւ տևական անվտանգության հաստատման գործընթացում։ Անդրադարձ է եղել նաեւ ռազմական կրթության եւ պաշտպանական բարեփոխումների ոլորտներում համատեղ նախաձեռնությունների իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի։ Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցները կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր, որպեսզի ստիպեն Ռուսաստանին հատուցել շարունակական ագրեսիայի համար։ Եթե մենք ստիպված լինենք անել այդ քայլը, պատերազմի գերատեսչությունը պատրաստ է ներդնել իր լուման այնպես, ինչպես ի վիճակի է միայն Միացյալ Նահանգները։ Հայտարարել է Հեգսեթը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Ռամշտայն կոնտակտային խմբի նիստում։ Հեգսեթը դաշնակիցներին կոչ է արել ավելացնել Ուկրաինայի համար ամերիկյան զենքի գնման ծախսերը։ Իդեպ այդ նիստից վերադարձին Հեգսեթին տեղափոխող ինքնաթիռ նաղետի ազդանշան է տվել օդաչուի խցիկի ճաքած պատուհանի պատճառով։ Նրա Բոինգը հետ է շրջվել Ատլանտյան օվկիանոսի երկնքում եւ ուղևորվել դեպի Մեծ Բրիտանիա, այնտեղ ինքնաթիռն արտակարգ վայրեջք է կատարել, որը բարեհաջող է ավարտվել։ Վերջին շաբաթների ընթացքում ամերիկյան սենատն 9-րդ անգամ մերժել է հանրապետականների ներկայացրած օրինագիծը, որը նպատակ ուներ ֆինանսավորել դաշնային կառավարությանը, որի աշխատանքը ներկայում մասամբ դադարեցված է։ Հանրապետականների ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 51 սենատոր, դեմ 44-ը, հաստատման համար անհրաժեշտ էր 60 ձայն։ Սպիտակ տան կառավարման եւ բյուջեի գրասենյակը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շարունակել վճարել զինվորական եւ իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Դիտենք տեսանյութը։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր զորքերը դուրս են մղել ուկրաինական ուժերին Դնեպրոպետրովսկի մարզի Օլեքսեևկա եւ Դոնեցկի մարզի Նովոպավլովկա բնակավայրերից։ Գերատեսչության տվյալներով գիշերվա ընթացքում ռուսական հոբ ուժերը խոցել են 51 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ Ուկրաինայի համար զենք գնելու ծրագրին միացել է 16 երկիր։ Նրանք 3 միլիարդ եվրո կտրամադրեն Կիևի համար ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու համար։ No, we were not happy with him buying oil. Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին իրեն խոստացել է ռուսական նավթ չգնել։ Թրամփը սա մեծ քայլ է անվանել եւ հավելել, որ այժմ նպատակ ունեն համոզել նաեւ Չինաստանին գնալ նույն քայլին։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Միացյալ Նահանգներից Ուկրաինային բնական գազի մատակարարման հնարավորությունը։ Զելենսկին նաեւ նշել է, որ Թրամփի հետ իր սպասվող հանդիպումը կարող է իսկապես վերջ դնել պատերազմին, շնորհիվ Վաշինգտոնի համաշխարհային ազդեցության։ Մոսկվայում կայացած հանդիպման արդյունքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սիրիայի նոր ղեկավար Ահմեդ Ալ-Շարան վերահաստատել են երկու երկրների միջև սերտ կապերը պահպանելու մտադրությունը։ Ալ-Շարան երաշխավորել է, որ Դամասկոսը կհարգի նախկինում կնքված բոլոր պայմանագրերը, ինչը ճանապարհ է բացում ռուսական ընկերությունների համար շարունակելու եւ ընդլայնելու իրենց գործունեությունը Սիրիայի էներգետիկ ոլորտում։ Կողմերը մասնավորապես քննարկել են նավթային նախագծերում համագործակցությունը, որն առանցքային է պատերազմից հետո սիրիական տնտեսության վերականգնման համար։ Միացյալ Նահանգների եւ Վենեսուելայի միջև լարվածությունը կրկին սրվել է։ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ կենտրոնական հետախուզական վարչությանը թույլատրել է գաղտնի գործողություններ իրականացնել նախագահ Նիկոլաս Մադուրոյին իշխանությունից հեռացնելու նպատակով։ Այս քայլին զուգահեռ Միացյալ Նահանգները ավելացրել է իր ռազմական ներկայությունը Կարիբյան ծովում եւ հարվածներ է հասցրել վենեսուելական նավերին թմրաշրջանառության մեղադրանքով։ Ի պատասխան Վենեսուելան ակտիվացրել է իր անվտանգության կառույցները, իսկ Մադուրոն Վաշինգտոնին մեղադրել է կենտրոնական հետախուզական վարչության միջոցով հեղաշրջում նախապատրաստելու եւ երկրի նավթային ռեսուրսները զավթելու փորձի մեջ։ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթին տեղափոխող ինքնաթիռը դիմապակու ճաքի պատճառով չնախատեսված վայրէջք է կատարել Միացյալ Թագավորությունում։ Պենտագոնը հայտնել է, որ Բրյուսելից վերադարձող նախարարը եւ ինքնաթիռում գտնվող մյուս բոլոր անձինք անվտանգ են։ Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյային տեղափոխող ռազմական ինքնաթիռի հետ տեխնիկական խնդիրներ են առաջանում։ Մերձավոր Արևելքում հրադադարի համաձայնագրի շրջանակում շարունակվում է դիերի փոխանակումը։ Համասը Իսրայելին է փոխանցել պատանդների հերթական դիերը, իսկ Իսրայելը վերադարձրել է պաղեստինցի տասնյակ կալանավորների մասունքներ։ Այս գործընթացը սրել է լարվածությունը, քանի որ Իսրայելը մեղադրել է Համասին դիերի վերադարձը դանդաղեցնելու մեջ, սպառնալով փակ պայել Ռաֆա անցակետը եւ դադարեցնել մարդասիրական օգնության հոսքը։ Համասի կողմից նոր դիերի փոխանցելուց հետո Իսրայելը վերսկսել է անցակետի բացման նախապատրաստական աշխատանքները։ Միևնույն ժամանակ Դոնալդ Թրամփը զգուշացրել է, որ կարող է թույլատրել ռազմական գործողությունների վերսկսումը, եթե Համասը չկատարի գործարքի իր մասը։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։ Ոսկու համաշխարհային գինը նոր ռեկորդ է սահմանել առևտրային հարթակի տվյալների համաձայն Նյու Յորքի ապրանքային բորսայում 1 տրոյական ունցիա ոսկու գինն անցել է $4250-ից։ Տնտեսագետներն այս թռիչքը պայմանավորում են Միացյալ Նահանգներ Չինաստան առևտրային պատերազմով։ Այս երկու գերհզոր տնտեսությունների միջև մաքսատուրքերի փոխհրաձգությունը սպառնում է ամբողջ աշխարհի տնտեսությանը։ Այս զարգացումները նոր թափ են ստացել Թրամփի ու Սի Ցինփինի նոյեմբերի 1-ին սպասվող հանդիպման ընդառաջ, այդ օրը կարող են ընդունվել ճակատագրական որոշումներ։ Աշխարհի երկու խոշորագույն տնտեսությունների միջև դիմակայությունը կրկին թեժանում է։ Այն բանից հետո, երբ տարեսկզբին Վաշինգտոնն ու Պեկինը թվում էր համաձայնության էին եկել մաքսատուրքերի հրադադարի շուրջ, հիմա պարզվում է դա լռություն էր փոթորկից առաջ։ Կողմերը սկսել են մեկը մյուսի համար նավահանգստային նոր վճարներ սահմանել, ինչը դառնալու է ապրանքների թանկացման եւ աշխարհում տնտեսական նոր ցնցումների պատճառ։ Ամեն ինչ սկսվեց նախորդին, միմյանց նավերի համար նոր վճարներ սկսեցին գործել։ Ի պատասխան փայտանյութի եւ կահույքի վրա սահմանած ամերիկյան մաքսատուրքերի, Չինաստանը խստացրեց վերահսկողությունը հազվագյուտ մետաղների արտահանման վրա։ Չինաստանը այս հակաքայլերով ընդհանրապես պաշտպանվում է, ցանկանում է, որ չոտնահարվեն չինական ձեռնարկությունների օրինական իրավունքներն ու շահերը։ Երկխոսության կոչերը կարծես չեն հասնում Սպիտակ տուն, նախագահ Դոնալդ Թրամփը Պեկինի քայլերին արձագանքել է իրեն բնորոշ կոշտ ոճով, սպառնալով Չինաստանին լրացուցիչ 100%-անոց մաքսատուրքով։ Սակայն ոչ բոլորն են հավատում, որ Թրամփը կգնա նման ծայրահեղ քայլերի։ Վերլուծաբանները նշում են, որ սա կարող է լինել բանակցային դիրքեր ամրապնդելու մարտավարություն նախագահ Սիի հետ սպասվող հանդիպումից առաջ։ Անսպասելիորեն նրանք հանդես եկան այս ամբողջ ներմուծման եւ արտահանման գաղափարով, որի մասին ոչ ոք ոչինչ չգիտեր։ Պետք է սպասենք ու տեսնենք, թե ինչ կլինի։
Կարծում եմ, երկու կողմերի համար շատ բան է դրված խաղաղասեղանին, որպեսզի նրանք հանդիպեն։ Եթե Թրամփն ու Սին չհանդիպեն, աշխարհի մնացած մասը, հատկապես շուկաները, դրան լավ չեն արձագանքի։ Այս պայմաններում որոշ փորձագետներ կոչ են անում Վաշինգտոնին վերանայել իրենց մոտեցումը Չինաստանի նկատմամբ առճակատումից անցնելով երկխոսության։ Երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարծենում էր իր համաշխարհային գերակայությամբ, Չինաստանը պարզապես շարունակում էր աճել։ Չինաստանը վտանգ չէ, խոսեք Չինաստանի հետ, համագործակցեք Չինաստանի հետ, վարեք դիվանագիտություն։ Ինչպես կարող է գլոբալ հակամարտությունը անդրադառնալ Հայաստանի տնտեսության վրա։ Ազդեցություններ կարող են լինել իհարկե եւ կլինեն, բայց դրանք շատ մեծ չեն կարող լինել, ապրանքաշրջանառությունը երկու երկրների հետ, հատկապես Միացյալ Նահանգների հետ, այդքան մեծ չէ։ Դրական առումով ոսկու արտահանման բաղով իհարկե համաշխարհային շուկայի գները դրական ազդեցություն կունենան։ Այսպիսով աշխարհը սպասում է նոյեմբերի 1-ին Ասիական եւ Խաղաղօվկիանոսյան տնտեսական գագաթնաժողովում կհանդիպեն Թրամփը եւ Սի Ցինփինը։ Հենց այստեղ պարզ կդառնա նոր ավելի կործանարար առևտրային պատերազմ է աշխարհին սպառնում, թե կհաղթի դիվանագիտությունը։ Անի Հովհաննիսյան, Reopen Media։ Ֆինլանդիայի արտգործնախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Հելինա Վալտոնենը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետի հետ հանդիպումը չեղարկվել է իր նախաձեռնությամբ հակառակ Թբիլիսիի հայտարարությանը։ Նախորդին Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ չի հանդիպի Վրաստան այցելած ԵԱՀԿ նախագահողին իր երկրում ծավալվող իրադարձությունների հանդեպ եվրոպական կառույցների կողմնակալ դիրքորոշման պատճառով։ Վալտոնենը հերքել է վրացական իշխանությունների մեղադրանքները, թե ինքը կեղծ հայտարարություններ է արել կամ մասնակցել է ընդդիմության հանրահավաքին։ Ամենայն դեպս նույն հարցազրույցում նա աջակցություն է հայտնել Վրաստանում խոսքի ազատության համար պայքարողներին։ Վրաստանում Էլինա Վալտոնենը հանդիպել է արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիի եւ իր մտահոգությունները հայտնել Վրաստանում ժողովրդավարության վիճակի վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է աշխատանքային այցով մեր երկրում գտնվող Բելգիայի թագուհի Մաթիլդային։ Վարչապետը հույս է հայտնել, որ շնորհին մեծությունը մեր երկրից կստանա ջերմ տպավորություններ։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է թագուհի Մաթիլդայի առաջնորդությունը որպես ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան ու հավելել, որ Հայաստանը հետևողական քայլեր է ձեռնարկում օրակարգ 2030-ի շրջանակում ստանձնած պարտավորությունները լավագույնս կյանքի կոչելու համար։ Նորին մեծությունն ասել է, որ տպավորված է Հայաստանով, մինչև այդ Բելգիայի թագուհին առողջապահության նախարարի հետ այցելել էր Ավան հոգեկան առողջության կենտրոն։ Ոստիկանության ամփոփագրի համաձայն անցած մեկ օրում բացահայտվել է 158 հանցագործություն, բացահայտվել են բնակարանային եւ ավտոմեքենայի գողության, վստահված զույգի հափշտակման, խուլիգանության, թմրանյութի իրացման եւ այլ դեպքեր հայտնաբերվել է 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3-ը, անցած մեկ օրում գրանցվել է 17 ավտովթար, բարեբախտաբար այս անգամ առանց զոհերի, 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանը ստեղծել է կոմիքսների մի ամբողջ գիրք Արցախի մասին։ Գիրքը կոչվում է «Մենք ենք մեր սարերը» եւ կոմիքսներով պատմում է Արցախի ամբողջ պատմությունը։ Կոմիքսներն առհասարակ հատկապես Ֆրանսիայում վերջին շրջանում շատ մեծ ժողովրդականություն են վայելում, եթե նախկինում դրանք ավելի շատ մանկապատանեկան բովանդակություն ունեին ու նախատեսված էին երեխաների ու դեռահասների համար, այսօր կոմիքսները մեծ պահանջարկ են վայելում նաեւ մեծահասակների շրջանում։ Գրքի շնորհանդեսը Ֆրանսիայում տեղի է ունեցել 3, նշեմ, որ Գորյուն Ապրիկյանի հոր կոմպոզիտոր Գարբիս Ապրիկյանի անունով նույն օրը Փարիզի կենտրոնում հրապարակ են անվանակոչել։ Ֆրանսիացի լրագրող Էլիզը 1990-ին բացահայտում է Արցախն ու ռմբակոծությունների տակ ապրող հայրենիքը չլքող արցախցիների չկոտրվող ոգին։ Էլիզը ֆրանսահայ ռեժիսոր Գորյուն Ապրիկյանի Արցախին նվիրած կոմիքսների գրքի հերոսուհին է։ Հեղինակն այն անվանել է «Մենք ենք մեր սարերը» եւ եվրոպացի լսարանին ներկայացրել հայկական Արցախի իրական պատմությունը, այնպես, ինչպես որ կա հին ժամանակներից մինչև մեր օրեր։ Լեռնային Ղարաբաղի պատմությունը հասկանալու համար պետք է իմանալ հայերի պատմությունը, Օսմանյան կայսրության, պարսկական, ռուսական կայսրությունների պատմությունը։ Հայաստանը մոլորակի շատ փոքր մի մասն է, բայց այն աշխարհի թեժ կիզակետում է։ Եվ ես կարծում եմ, որ արևմտյան ընթերցողները պետք է հետաքրքրվեն սրանով, եւ դա նրանց թույլ կտա ոչ միայն հասկանալ Արցախի պատմությունը, այլև դրա միջոցով շատ բան կիմանան ընդհանուր համաշխարհային պատմության մասին։
Ղարաբաղյան շարժման, Արցախյան հերոսամարտի պատմությունից մինչև 44-օրյա պատերազմ, բլոկադա, Արցախի էթնիկ զտում եւ Թրամփի ճանապարհի համաձայնագիր, որտեղ ոչ մի բառով նշված չէ արցախցիների հարցը։ Սցենարիստը սկսել է աշխատել այս նախագծի վրա ավելի վաղ, քան 2023-ի ողբերգական դեպքերը տեղի կունենային։ Վերջին պահին դրանք էլ է ավելացրել։ Կոմիքսների գեղարվեստական պատմությունը համեմված է դոկումենտալ դրվագներով։ Ինձ համար սա այս գիրքը ստեղծելը Արցախի պայքարում իմ բաժին փոքրիկ քարը դնելն է։ Սակայն ցավում եմ, որ այդ քարը շատ ուշ դրեցի, այդուհանդերձ ուրախ եմ, որ հանդիպածս դժվարությունների ճանապարհին կարողացա այն ամեն դեպքում ավարտին հասցնել։ Արցախին նվիրված առաջին կոմիքսների գիրքն արդեն իրականություն է։ Գրքի համասցենարիստը Ժան-Բլեզ Դիժանն է, իսկ պատկերազարդողը իտալուհի Մարիա Ռիկոն, որոնք հեղինակի հետ միասին Լեռնային Ղարաբաղի պատմությունը ներկայացրել են խնամքով յուրաքանչյուր դետալ հաշվի առնելով, հատկապես որ գիտեին Գորյուն Ապրիկյանի սրտում այն հատուկ տեղ է գրավում։ Ես մոտ 1 ամիս մնացի Արցախում։ Դա շատ չէ, բայց այնուամենայնիվ բավական ժամանակ է երկրին մի փոքր ընտելանալու համար։ Հանդիպեցի մարդկանց, իսկ հետո գրեցի Արցախի պատմությունը։ Արցախի կորուստը, մարդկանց ապրած ցավը, պատերազմը, շրջափակումը հսկայական ցավ է։ Այսօր ես նոր եմ գիտակցել, որ այլևս երբեք չեմ կարողանալու այնտեղ գնալ։ Նոր եմ հասկանում, որ այս բոլոր տարիների ընթացքում պետք է շատ ավելի հաճախ գնայի Արցախ։ Պետք է երեխաներիս էլ ստիպեի ավելի հաճախ այցելել Արցախ։ Եվ կարծում եմ ուղղակի ջուրը զգալը, հողը զգալը, քարին դիպչելը, այս ամենին ահա որ կարոտում եմ։ Գորյուն Ապրիկյանն ասում է, Արցախի կորուստը նման է սգի, երբ ինչ-որ մեկին կարոտում ես, երանի ես տալիս, որ նրան պետք է ավելի հաճախ գրկեիր։ Հասմիկ Առաքելյան, Reopen Media։ Այսքան այս ժամի համար կհանդիպենք հաջորդ թողարկման ժամին 17:00-ին առայժմ։